Պարոն Առաքելյան, 24 թվականի ընթացքում Սահմանադրական դատարանը քանի նիստ է անցկացրել բանավոր ընթացակարգով, արդյոք այնպիսի կարևորագույն հարցեր, որոնք որ առնչվում էին հանրային կյանքին, պետական կյանքին եւ ունեին հանրային մեծ հնչեղություն, քննարկվել են դրանց բանավոր ընթացակարգով անցկացնելու անհրաժեշտությունը։ Ես ուզում եմ հիշեցնել մի քանի կարևոր հարցեր, որոնք ուղղակի Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով, այսպես հրապարակում է որոշումները, հետո ընկնում են մարդիկ, սկսում են տանջվել, չարչարվել, մեկնաբանություններ հայցել, թե այս կամ այն որոշման վերաբերյալ ինչ է նկատի ունեցել բարձր դատարանը։ Բանավոր ընթացակարգովը որոշակի նաև հնարավորություն կտար, օրինակ նիստի անցկացման ժամանակ հարցերի, պատասխանների շրջանակներում նաև Սահմանադրական դատարանի տեսակետները ստանալ ըստ էության կամ առանձին դատավորների։ Եվ երկրորդ հարցը Սահմանադրական դատարանում տեղի ունեցել նաև փոփոխություն, խնդրեի որպեսզի ասեք, թե 24 թվականի ընթացքում որքան խնայողություն է ձևավորվել Սահմանադրական դատարանի հատկացված միջոցներից եւ ինչ եղել այդ խնայողությունները։ Պարոն Առաքելյան։ Շնորհակալություն հարցերի համար, պարոն Մինասյան, նիստերի քանակի վերաբերյալ այս բանի տեղեկատվություն ձեռքից տակ չկա, թե քանի նիստ է իրականացվել։ Ճիշտ է, Սահմանադրական դատարանը հիմնականում իրականացնում է գրավոր ընթացակարգով, այստեղ մի փոքր կազմակերպչական մենք խնդիր ունենք, մենք դատական կարգադրիչների ինստիտուտ չունենք Սահմանադրական դատարանում։ Կարծում եմ դատական կարգադրիչների ինստիտուտը ներդնելուց հետո Սահմանադրական դատարանը ավելի հաճախ բանավոր նիստեր կիրականացնի։ Այստեղ ձեր կողմից որոշակի գնահատական դրվեց նաև դատավորների դատանի որոշումների մեկնաբանման, ավելի մաչելի դարձնելու տեսանկյունից ես ցանկանում եմ տեղեկացնել, եթե նույնիսկ բանավոր ընթացակարգով լինի, բանավոր ընթացակարգի շրջանակներում Սահմանադրական դատարանի դատավորները իրենց կարծիքը մեկնաբանությունները չեն տալիս, այս տեսանկյունից որևէ բան փոփոխություն տեղի չունենա, նիստերը կլինեն գրավոր թե բանավոր։ Սահմանադրական դատարանի դատավորները իրենց դիրքորոշումը ներկայացնում են բացառապես խորհրդակցական սենյակում քննարկումների եւ արդյունքում կայացված որոշման տեսքով։ Այս բանավոր նիստը դրան որևէ Սահմանադրական դատարանի որոշմանը որևէ բան չի ավելացնելու։ Դե միաժամանակ համաձայն եմ բանավոր նիստի ժամանակ կողմերի դիրքորոշումները ավելի հասանելի կլինեն հանրությանը ավելի շատ տեղեկացված կլինի, թե դատավորության մասնակիցներից կողմից, որը քննարկող հարցի վերաբերյալ ինչ տեսակետ ունի։ Սա նիստերի մասով, երկրորդ հարցի մասով խնայողությունները ընդհանրապես մեզ ներկայացված բյուջետը տրամադրված միջոցների խնայողության մասին էր խոսքը։ 98.2%-ը ծախսվել է, մնացածը խնայողությունները ուղղակի վերադարձվել են պետական բյուջե։ Խնայողությունը իրականացվել են տեխնիկական հագեցվածության բարելավում ծրագրի միջոցով, երբ որ վարչական սարքավորումներ գրումների համար միջոցներ են տրամադրել, մրցույթներ են հայտարարվել, մրցույթների արդյունքում վարչական սարքավորումները ձեռք են բերվել ավելի էժան գնով, մնացած խնայված միջոցները վերադարձվել են պետական բյուջե, որոշակի խնայողություններ ունենք շարունակական ծախսերի մասով, ջուր, լույս, գազ, դրանց շնորհիվ շրջանակներում իրականացված խնայողություններն են, որոնք նույնպես վերադարձվել են պետական բյուջե։ Այո, տեսեք, պարոն Առաքելյան, իրականում այս հարցին էլ ենք անդրադարձել։ Նախ Սահմանադրական դատարանը գերազանցապես Սահմանադրական արտարադատությունը սկսել է իրականացնել աշխատակարգային նիստերի եւ որոշումների միջոցով։ Ըստ էության քննում է հարցեր, որտեղ կողմերի տեսակետների ներկայացումը դատական ամբողջ մեխանիզմեություն դա է, որպեսզի հնարավորություն տրվի լիարժեքորեն ներկայացնել։ Աշխատակարգային նիստերում կողմերը ներկայացված չեն։ Հղում է կատարվում գրավոր ներկայացման ինստիտուտի վրա։ Բանավոր ընթացակարգի
ամենամեծ առավելությունը նա է, որ ընթացքում նաև առաջանում են հարցեր, որոնք տրվում են, պարզաբանում են ստանում կամ նոր հարցադրումներ են առաջանում եւ ըստ էության հարցի քննությունը դառնում է ավելի խորքային, ավելի տրամաբանական։ Մինչդեռ փոխարինելով մի կողմից համանդրական դատարանի նիստերը աշխատակարգային նիստերով ըստ էության համանդրական դատարանի դերակատարությունը նսեմացվել է, փոքրացվել է, իմ գնահատականն է սա։ Երկրորդը հնարավորություն չի տրվել, որպեսզի տեսակետները առավել հրապարակային, առավել արդյունավետ եւ առավել օպերատիվ փոխանակում տեղի ունենա, որպեսզի հարցի քննությունը ըստ էության արդյունք տա։ Հակառակ դեպքում ստացվում է, որ ուղղակի դիմել է, գնա նստի տեղը, մի օր համանդրական դատարանը մի հատ որոշում կտա, այն էլ ընդ որում Աստված գիտի թե երբ։ Ասենք գործեր են եղել 2.5-3 տարի հետո նոր որոշում է տրվել։ Եվ հետո էլ այդ որոշումը սկսում են տարբեր կերպ մեկնաբանել ու չհասկանալ վերջերս որոշմամբ ինչ ասել համանդրական դատարանը։ Ու սկսում են մի հատ էլ առանձին վեճ ընդել։ Եվ ի վերջո կարևոր մի շեշտադրում, քանի որ մենք որակական կողմին էլ պետք է անդրադառնանք միջոցների հատկացման, ծախսերի եւ այլնի հետ կապված, դուք ունեք օրինակ արդյունքներ հասարակությունը համանդրական դատարանի գործունեությունից որքանով է գոհ ձեր հարցումները, ասենք պետական ինստիտուտների, համանդրական ինստիտուտների մեջ ինքը որտեղն է գրավում։ Եվ վերջինը, եթե պիտի հղում տանք մենք հատուկ կարծիքի ինստիտուտին, որ հատուկ կարծիքը ներկայացվում եւ այդ դեպքում քվեարկության անվանական արդյունքներն էլ հրապարակեք։ Այս կամ այն հարցի վերաբերյալ ոնց է քվեարկել։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Առաքելյան։ Լրացան որպես պարոն ասենք տեսեք չափազանց կարևոր հարցի վերաբերյալ, որով համանդրական դատարանը անդրադարձավ անկախության հռչակագրին եւ նման վարկագիծ դրսևորեց, խորին համոզմամբ չափազանց այս կարևոր հարցը այո բանավոր ընթացակարգով քննարկման անհրաժեշտություն ուներ։ Հանրությունը պետք է լսեր նաեւ հնչեցված հարցադրումների, դրա վերաբերյալ տրված մեկնաբանությունների, արձագանքների մասին։ Հիմա ստացվում է այնպես, որ վերցվել չափազանց սկզբունքային մի հարցի վերաբերյալ իմ կողմից ոչ դրական գնահատված որոշումը, ավելին բացասական գնահատված որոշումը, հիմա հանրության մեջ տարածվում է ով ոնց ուզում մեկնաբանում է։ Խնդրեմ, պարոն Առաքելյան։ Շնորհակալություն հարցերի համար, պարոն Մինասյան, սկսեմ աշխատակարգային նիստերից։ Տեսեք, այստեղ ես կցանկանայի, որպեսզի շփոթ տեղի չունենար, աշխատակարգային նիստերն ու գրավոր նիստերը լրիվ տարբեր են, իրենք լրիվ այլ խնդիրներ են լուծում, այլ հարցերի են պատասխանում։ Աշխատակարգային նիստերի ժամանակ դատավարական որոշումներ են կայացնում։ Գրավոր նիստերը, որտեղ աշխատակազմի ներկայացուցիչները չկան, բացառապես հանրական դատարանի դատավորն, այնտեղ արդեն ըստ էության գնահատական է տրվում վիճարկող դրույթին կամ միջազգային պայմանագրին կամ ցանկացած այն հարց ոչ թե դատավարական հացակարգի, այլ հենց բուն դատավարական որոշումներ։ Ես համոզված եմ, որ գետ մեկ օրինակ չեք կարող բերել, պարոն Մինասյան, որովհետև չկա այդպիսի իրականում գոյություն ունեցող օրինակներ։ Մի հատ հստակեցնենք, էլի, մի հատ հստակեցնենք իրավիճակը։ Եթե խոսքը վերաբերում է գրավոր ընթացակարգով անցկացող նիստի մասին, եթե դա է աշխատակարգը, դա աշխատակարգային նիստ չի, դա համանդրական դատարանի գրավոր ընթացակարգով քննվող գործի շրջանակներում անցկացված նիստ է։ Ոչ, պարոն Վարդանյան, խոսքը գնում է աշխատակարգային նիստի մասին, որտեղ որոշվում է այս կամ այն գործի վարույթը ընդունելու, ներողություն ավարտեմ, ընդունելու, մերժելու, վերադարձնելու, փոփոխություն իրականացնելու, ընդ որում ժամկետները ով ոնց ուզում մեկնաբանում է, եւ այստեղ ըստ էության վեճի առարկան վերլուծվում է, ըստ էության կայացվում է վեճի առարկայի վերաբերյալ որոշումներ,
Իմ ասածը սա է, եւ սա աշխատակարգային նիստի ձևակերպման ներքո է կատարվում։ Աշխատակարգային որոշման ներքո է կատարվում։ Ասածը սա է։ Վարույթ ընդունելը կարծես թե տենց է։ Խնդրեմ բարոն։ Շնորհակալություն, պարոն Մինասյան։ Դատավարական ասելով ես նկատում եմ ամբողջությամբ գործը վարույթ ընդունելը, մերժելը, կարճելը, բոլոր այդ հարցերի շրջանակներում իհարկե հանրական դատարանը կարող է իրավական դիրքորոշումներ արտահայտել, բայց որոնք կվերաբերվեն ընդունելու ենթակա ոչ ենթակա լինելուն, կարճելուն, կասեցնելուն, վերսկսելուն, բայց ոչ երբեք վիճարկող դրույթը կամ միջազգային պայմանագրի որևէ դրույթը սահմանությանը համապատասխանող կամ հակասող լինելու վերաբերյալ որևէ գնահատական։ Նման գնահատականներ աշխատակարգային որոշումներով չեն տրվում։ Սա կարող են ըստ էության որոշումներ օգտագործել, որպեսզի աշխատակարգային նիստի ժամանակ լուծման ենթակա հարցին պատասխան տրվի, բայց ոչ երբեք չի կարող օրինակ քաղաքացիական օրենսգրքի որևէ դրույթ վիճարկի եւ աշխատակարգային որոշմամբ ասվի, որ այն համապատասխանում է սահմանադրությանը։ Աշխատակարգային որոշմամբ կարող է ասվել, ընդունում ենք քննության, մերժում ենք, կարճում ենք, կասեցնում ենք գործի վարույթը, վերսկսում ենք, իսկ գնահատականները համապատասխանում է սահմանությանը, թե չի համապատասխանում, կամ եթե համապատասխանում է, ինչ դիրքորոշումներ շրջանակներում է համապատասխանում, այդ ամբողջությամբ տեղի ունենում խորհրդակցական սենյակում գրավոր կամ բանավոր դատավարությունից հետո։ Հիմնականում գրավոր դատավարություններ են իրականացում։ Սա աշխատակարգային նիստերի եւ գրավոր նիստերի տարբերության մասին։ Դուք նշեցիք, որ հանրական դատարանը հաճախ հասկանալի չէ, թե ինչ ժամկետում որոշումներ կկայացնի, բացառություններ են այն դեպքերը։ Հիմա եթե նայենք հանրական դատարանի կողմից մոտավորապես 1700 որոշում է կայացվել, որոնցից հնարավոր է 4-ի կամ 5-ի շրջանակներում է, որ հանրական դատարանը այդ որոշումը չի կայացրել, օրենքով նախատեսված այդ առավելագույն 9 ամսյա ժամկետում եւ դրա պատճառներն եղել, որ գործի վարույթը կասեցվել է, այդ կասեցման ժամանակահատվածը այդ 9 ամսյա ժամկետի մեջ չի հաշվարկվում, վերսկսելուց հետո այդ ամբողջ ընթացքում երբ որ հանրական դատարանը զբաղվել է կասեցման ժամանակահատվածից բացի, իրականացվել է 9 ամսյա ժամկետի շրջանակներում։ Պես որ կարծում եմ հանրական դատարանի կողմից ըստ էության որոշումների կայացնելը դեպքերի 99%-ի բառագայում եղել են շատ կանխատեսելի ու մարդիկ շատ հստակ իմացել են, որ առավելագույն 9 ամսյա ժամկետում այդ որոշումը կկայացվի։ Եթե իհարկե ես գիտեմ 1-2 դեպք եղել է, որ հանրական դատարանը կասեցրել է գործի վարույթը, հանրական դատարանը իր աշխատակարգային որոշումներով, այդ ձեր կողմից նշված աշխատակարգային որոշումներով հիմնավորել է թե ինչի համար է կասեցնում եւ ինչ ուսումնասիրություն պիտի իրականացնի, որ ստանային անհրաժեշտ տեղեկատվությունը, որ ըստ էության որոշում կայացնի։ Անվանական արդյունքների հետ կապված ես լրիվ համաձայն եմ ձեզ հետ, կարելի է նաև հրապարակել, բայց որպեսզի դա հրապարակվի, պետք է ուղղակի օրենսդրական փոփոխություններ տեղի ունենան, ըստ էության օրենսդրությունն է պահանջում, որ անվանական արդյունքները քվեարկության չհրապարակվեն։ Չնայած իմ անձնական տեսանկյունից դրանք հրապարակման ենթակա են, էլի։ Քվեարկության անվանական արդյունքները, անվանական արդյունքները